Բարև ձեզ արգելի ընկերներ, այսօր ժամին ձեզ անհանգստացնում եմ կարևոր տեղեկատվությամբ։ Տեղեկատվությունը կապված է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ գործողությունների հետ, պլանավորվող գործողությունների հետ, Վեհափառ Հայրապետի դեմ պլանավորվող գործողությունների հետ։ Շատերին կարող է թվալ, որ վերջին 1-2 օրերի լռությունը ստիպել է Նիկոլ Փաշինյանին հետ կանգնել իր այս հակաեկեղեցական գործելակերպից, ոմանք նաև կարծում են միամտաբար, թե Նիկոլ Փաշինյանը խելքի է եկել, ոմանք կարծում են Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ եկեղեցու հետ չարժի գլուխ դնել, որովհետև միևնույնն է ինքը պարտվելու է, այստեղ ես իրենց հետ իհարկե համաձայն եմ, բայց իրականությունն այն է, որ ես ստացել եմ տեղեկություններ, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանը իրականում շարունակում է իր գործողությունները պլանավորել և հունիսի 11-ին կառավարության շենքում տեղի է ունեցել առաջին այսպես կոչված նախաձեռնող խմբի հանդիպումը, եթե դա կարելի է նախաձեռնող խումբ համարել, դրանք հիմնականում մարդիկ են, որոնք պատրաստ են ամենավերջին ծառայությունները մատուցել Նիկոլ Փաշինյանին, այդտեղ միակ նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն է եղել, մնացածը իր սպասարկուներն են, հիմնականում ներկայացուցիչներ են եղել մարզերից, մարզերի տարբեր համայնքներից, Նիկոլ Փաշինյանը շեշտը եղել է նրա վրա, որ պետք է ներգրավել մարզային ակտիվին, իրեն աջակցող ակտիվին և առաջին հանդիպումը իրենց տրամաբանությամբ պրոդուկտիվ է անցել, իրենք պլանավորել են իրենց հետագա քայլերը, Երևանից ևս իհարկե մասնակիցներ եղել են, տարբեր շրջանակներ ներկայացնող, բայց ինչպես արդեն ասեցի, շեշտը դրվելու է մարզերի ներկայացուցիչների վրա։ Նիկոլ Փաշինյանը նաև այս մասնակիցներին հավաքի, խոստացել է, որ եթե իրենք հաջողում են հեռացնել Վեհափառ Հայրապետին, Գարեգին II-ին, ապա այդ գործողությունը տոնելուց հետո, հաջողությունը իրենց տոնելուց հետո բոլոր մասնակիցները պետական ապարատում աշխատանքով կապահովեն, ովքեր ավելի բարձր որակավորում ունեն, այստեղ ճակերտներ պետք է կիրառել, պետական բարձր պաշտոններ կստանան, իսկ ովքեր չունեն նման որակավորում, հնարավորություն կստանան սնվել պետական բյուջեից, մարզային կառույցների, քաղաքային կառույցների ներգրավվածության տեսքով։ Սա ուզեցի ձեզ տեղյակ պահել, որպեսզի հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի պատրաստվում հետ քայլ անել։ Ես իհարկե նոր տեղեկություններ ստանալուն պես դրանք ևս կհանրայնացնեմ, անուններն իմանալուն պես կան մի քանի անուններ, չեմ ուզում հրապարակել, որովհետև տեղեկատվության աղբյուրը գուցե այդպես ոմանց առնվազն Նիկոլ Փաշինյանին հայտնի լինի, դրա համար այս պահին այդ անունները չեմ տալիս, բայց այլ աղբյուրներից հավելյալ տեղեկություններ հավաքելու դեպքում անպայման կկիսվեմ այդ տեղեկատվությամբ, ամփոփելով ասեմ, որ Փաշինյանը այս հարցում շատ նախանձախնդիր է լինելու, զրպարտությունների և կեղծիքի պակաս չի լինելու, այնպես որ կարծում եմ պատրաստվելու կարիք ունեն նաև այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու եկեղեցուն, ես կարծում եմ իհարկե այստեղ գլխավոր դերը կլինի եկեղեցունը, ինքը կասի, ով ինչ պետք է անի, բայց մենք սրտացավ քաղաքացիներս կարող ենք ուղղակի եկեղեցուց անկախ մեր գործողություններն անել, հիմա ես ստացա տեղեկատվություն, հրապարակում եմ, ես երեկ հրապարակեցի Նիկոլ Փաշինյանի դստեր հետ կապված մի պատմություն, ավագ դստեր մասին է խոսքը, որը 2018-ին մանկապղծության մեջ մեղադրվողի հետ եղել էր Վանաձորի մանկատանը, և այդ մանկապղծության մեջ մեղադրվողը, որի հետ կապված դատական գործ կա, Նիկոլ Փաշինյանի ընկերական շրջապատի մտերիմն էր, երեկվա այդ բացահայտումը կապված էր Աննա Հակոբյանի անհասցե մեղադրանքներին հոգևորականներին, ես ձեզ ասեմ լայն տարածում գտավ, այդ հրապարակումը և ես կարծում դա շատ լավ պատասխան էր Աննա Հակոբյանին, այստեղ համեստություն չանեմ, և այսպես ապակենտրոն ամեն մեկս մեր տեղում իմ կարծիքով պետք է
աջակցենք եկեղեցուն այս կերպ, պարտադիր չի գնանք այսպես մայրաթոր կամ պարտադիր չի գնանք հոգևորականների տեսնենք, իրենց հետ նկարվենք կամ այսպես մեր անելիքը գցենք իրենց գրպան, հա։ Ամեն քաղաքացի իր անելիքը թող անի, ովքեր սրտացավ են, եւ եկեղեցին վստահաբար իր անելիքը գիտի, կանի առանց մեր խորհրդի եւ առանց մեր հորդորների։ Այսքանը, հարգելի ընկերներ, ես առաջարկում եմ անպայման հիսվել այս տեսանյութով, որպեսզի հնարավորինս շատ մեր հայրենակիցներ սրա մասին տեղեկանան նաեւ այն իմաստով, որ ում հարազատը, հարևանը, մասնակից կլինի եկեղեցու դեմ այս դավադրության, թող հորդորեն իրենց հարազատներին հեռու մնալ այս պատմությունից։ Նիկոլը միանշանակ ունի Աստծո պատժի տեղը, շատ խիստ պատժի տեղը, թող այդ մարդիկ զուր տեղը Նիկոլ Փաշինյանի հետ Աստծո պատժին չարժանանան, հակաստվածային, հակաբարոյական այս գործընթացի մեջ մտնելով։ Լավ մնացեք, կհանդիպենք։